Հարգելի գործընկերներ, այստեղ շատ կարևոր է նաև արձանագրել, թե այդ բյուջեի փոփոխության արդյունքում կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գիտնականների վարձատրության համակարգում եւ մասնավորապես 2026 թվականի այսօրվա դրությամբ 2021 թվականի, այսինքն ծրագրի ընդունելու համեմատ, եթե 2021 թվականին ասենք լաբորանտի աշխատավարձը 67300 դրամ էր, 2026 թվականին նվազագույն աշխատավարձը, բայց սա ատեստավորումով թե առանց։ Ատեստավորումով, պարոն վարչապետ։ Այսինքն կամավոր ատեստավորման շեմը հատելու դեպքում նվազագույն, այսինքն նվազագույն շեմը հատելու դեպքում գործ ունենք։ Գիտության պարագայում մի փոքր այլ համակարգ է ատեստավորման, կան տարակարգեր, այսինքն կան պահանջներ յուրաքանչյուր հաստիքի մասով, որը պետք է բավարարի տվյալ հաստիքը զբաղեցնող մարդը։ Հիմա լաբորանտի պահանջները բավարարելու պարագայում զբաղեցնում է այդ հաստիքը եւ ստանում է այդ վարձատրությունը այն չափով, որը բարձրացված է։ Սա բազային վարձատրություն։ Ինչ են գրել վարձատրություն։ նվազագույն աշխատա, այսինքն ավելին էլ կարող է լինել։ Կարող է, իհարկե, քանի որ բացի այս ուրեմն բազային վարձատրությունից մենք ոլորտում ներդրել ենք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր եւ մեր արդյունավետ աշխատող գիտնականները բացի բազային վարձատրությունից ստանում են առնվազն դրա չափը գերազանցող, ընդ որում ոչ մեկ անգամ գերազանցող վարձատրություն։ Շատ լավ, համենայն դեպս 2021 թվականի համեմատ 21 թվականին լաբորանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2021 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Կրսեր գիտաշխատող 21 թվականին 90400 դրամ, 2026 թվականին 276000 դրամ, այսինքն աճը 205%։ Ավագ գիտաշխատող 2021 թվականին 99000 դրամ, 2026 թվականին 343000 դրամ, աճը 246%։ Առաջատար գիտաշխատող 2021 թվականին 114300 դրամ, 2026 թվականին 443800 դրամ, աճը 288%։ Գլխավոր գիտաշխատող 2021 թվականին 138100 դրամ, 2026 թվականին 552900 դրամ, աճը 300%։ Գիտական խմբի ղեկավար 2021 թվականին 129000 դրամ, 2026 թվականին 410000 դրամ, աճը 217%։ Գիտական ստորաբաժանման ղեկավար 2021 թվականին 141%, 2026 թվականին 477000 դրամ, աճը 238%։ Եվ ուզում եմ ընդգծել, որ բարձրացած չափերը մենք խոսում ենք նվազագույն վարձատրության մասին, եթե այլ գիտական ծրագրերի տվյալ աշխատողը չի մասնակցում, բայց քանի որ ֆինանսավորումը գիտության ոլորտի հսկայական աճ է արձանագրել, շատ քիչ են այն դեպքերը կամ առնվազն մեծամասնություն չեն, երբ որ գիտական գործունեությամբ զբաղվող մարդը որևէ այլ տեղում որևէ ծրագրի չի մասնակցում։ Ես ուզում եմ արձանագրել նաև, թե մենք ինչ ենք իրականացրել գիտության ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար, որովհետև գիտությունը գիտաշխատողների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար շատ կարևոր են նաև գիտական սարքերը եւ 2021 թվականից 2026 թվականներին գիտական 142 սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ եւ սրանց շարքում է նաև սուպեր համակարգիչը Երևանի պետական համալսարանի, որի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը կազմել են 3.7 միլիարդ դրամ։ Բայց այս թվերի հետևում կա բովանդակություն, որի մասին ես ուզում եմ խոսել, որովհետեւ Երևանի պետական համալսարանում, երբ որ մենք մասնակցում ենք սուպեր համակարգչի գործարկման արարողությանը պաշտոնական,
մի շատ հետաքրքիր դետալ բացահայտվեց, որ երբ 2022 թվականին, 21-22 թվականին կառավարության ներկայացուցիչները սկսել են խորհրդակցություններ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ սուպեր համակարգիչ ձեռք բերելու առումով, գիտության ոլորտի ներկայացուցիչները որոշակի հոռետեսություն են հայտնել, ասելով, որ Հայաստանում այդպիսի գիտական ներուժ չկա, որպեսզի սուպեր համակարգիչը պատշաճ ձևով օգտագործի եւ մտավախություն են ունեցել, որ այն կտեղադրվի եւ պարապուրտի կմատնվի եւ հարցեր կառաջանան։ Բացման արարողության ժամանակ գիտական խմբի ղեկավարը ասում էր, որ այս սուպեր համակարգիչը արդեն քիչ է մեզ համար եւ մեր ամբողջ հնարավոր պոտենցիալը իրացնելու համար մեզ հարկավոր կլինեն այլ սուպեր համակարգիչներ, բայց լավ լուրն այն է կամ լավ լուր է, որովհետև մենք արձանագրեցինք, որովհետև այս տեղում հարց տվեցի, ասի շատ լավ, պետական միջոցներով ինչ սուպեր համակարգիչ եք ակնկալում։ Եվ պատասխանը ամենահնարավոր, ամենալավ բովանդակությունն ուներ, որովհետև ասվեց, որ պետական բյուջեից սուպեր համակարգչի գնում չի ակնկալվում, ինչու՞, որովհետև մասնավոր ոլորտում արդեն իսկ իրականացվում են ներդրումներ եւ մասնավորապես Գագարինում սուպեր համակարգչային կենտրոն է բավականին հզոր ստեղծվում, որը կարող է սպասարկել նաև մեր գիտության ոլորտի այս պահին առկա պահանջարկը եւ բացի դա մենք գիտենք, որ իրականացվում է Firebird հրազդանում Firebird ընկերության նախագիծը եւ այդ նախագծի իրականացման գործում բավական շոշափելի եւ էական դեր ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը, որի արդյունքում Firebird ընկերությունը արտահանման իրեն անհրաժեշտ լիցենզիաները ստացավ եւ սա էլ մի հզոր սուպեր համակարգչային կենտրոն է, առնվազն տարածաշրջանի մասշտաբով գերհզոր սուպեր համակարգչային կենտրոն է, որը ենթադրում է, որ առաջիկայում մենք պետական բյուջեով նման ծախսեր անելու անհրաժեշտություն չենք ունենա, բայց այդտեղ ինքնաշատ հատկանշական։ Երբ որ մենք այն ժամանակ քննարկում ենք, իհարկե հոռետեսություն կար, $10 միլիոն ծախսել մի սուպեր համակարգչի վրա, բայց ըստ էության այդ գործարքը կառավարության այդ ներդրումը բացեց ճանապարհը հետագա ընթացքի համար։ Եվ այսօր սուպեր համակարգիչը ըստ էության Երևանի պետական համալսարանի եւ ընդհանրապես մեր բարձրագույն կրթության համակարգի եւ բարձրագույն կրթության համակարգի համար ինքը նաեւ ուսումնական գործիք է, որովհետև դա նշանակում է, որ նաև մյուս սուպեր համակարգիչների ներկայացումը նշանակում է, որ ուսանողները առավել մեծ հասանելիություն կարող են ունենալ այդ սուպեր համակարգչին, սրանից բխող բոլոր հետևանքներով կամ ավելի ճիշտ արդյունքներով։ Ուզում եմ ընդգծել նաև, որ այս պահին էլ գնման ընթացակարգում է 49 գիտական սարք 5.4 միլիարդ դրամի ծավալներով։ Եվ ես կարծում եմ, որ այս թվաբանությունը շատ խոսում է իր մասին, ընդհանրապես ես հետևյալն եմ ուզում ասեմ, տեսեք մենք կառավարության նիստերում ենք այս մասին խոսում, պաշտոնական արարողություններում, դենց Հայաստանում այդ կուլտուրան չկա, ես չգիտեմ, օրինակ մեր գիտական հանրության ներկայացուցիչները, որը մեկ այս թեմայով խոսում է, թե չի խոսում։ Այսինքն այս խնդրեմը կա ամենատարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են գնում եւ տենց ինչ որ բան կա, տենց լռություն կա եւ այդ լռությունը անկեղծ ասած մի քիչ տենց հարցեր է առաջացնում, բայց դա հարցեր են այնտեղ խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետեւ այս մեր ներդրումները մեր պետության եւ մեր երկրի զարգացման համար են, բայց ես ուզում եմ այս նյուանսը ընդգծեմ, որովհետև եթե ասենք օրինակ մի հատ գիտության բանի հետ կապ չունեցող մի բան տեղի ունենա, մեկը դուրս գա հանրապետության հրապարակում գոռա ծախեցին, հետևից 300 գիտնական հայտարարություն կստորագրի, առանց ճշտելու ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա շատ տենց արդեն հաստատուն գիտական կուլտուրա է Հայաստանի, գիտամտավորական կուլտուրա է Հայաստանի, այս ոնց որ չի եղել։ Ես ձեզ երաշխավորում եմ, կառավարությունը այս թեմայով չասի,
Հələ մեկ-մեկ է գնում ենք, որ այդ բացումներ միլիարդների ներդրումներ են անում, նենց զգում ես, որ տենց մի քիչ իբր էսխեկ եկե, որ դե եւ այլն։ Սա շատ վատ բան է, բայց ես առանձնապես բան չեմ, առանձնապես տենց նեղված չեմ, որովհետեւ սա ապագայի ներդրում է եւ բայց ես այս նյուանսը կարեւոր եմ համարում, կարող է տենց այդքան էլ նրբանկատ չլինի, այս մասին խոսալը կառավարության նիստում, բայց այս մասին պետք է խոսալ։ Եվ ես համոզված եմ, այս բարձր աշխատավարձեր ստացող բազմաթիվ մարդիկ, այս ընթացքում բազմաթիվ քաղաքական հայտարարություններ են ստորագրել, այս մասին ոչ մի հայտարարություն չի եղել։ Ես գոնե չեմ տեսել, եթե բաց եմ թողել, ներողություն եմ խնդրում Տիկին Ավանեսյան, խնդրում եմ լինքը ինձ կուղարկեք, մի հատ կարդամ տեսնեմ ինչ հայտարարություն է եւ ինչի մասին է, բայց ես սա ասում եմ իմիջայլոց, որպեսզի պարզապես մեր հանրության եւ մեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա, ընդ որում ինքը եզակի երևույթ չի, բաներ բավականին տարածված երևույթ է, տենց լռության գաղջ մտնող, ոչ մի բան տեղի չի ունի, դե տենց ոնց եղել է ոլորտը տենց էլ կա, իրականությունը դա չի եւ այն իրականությունը էսա, որ այդ թվում բազմաթիվ ստորագրահավաքներ իրականացրած մեր հարգելի գիտաշխատողներ այսօր կառավարության գործունեության արդյունքը վայելում են, բարով վայելեն, ես նորանոր գիտական, հանրային, քաղաքական հաջողություններ եմ մաղթում բոլորին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար